Արև ձեզ հարգելի գործընկերներ, you have an interpretation. Հարգելի տիկին Հայոն, հարգելի տիկին նախարար, ողջունում եմ ձեզ եւ ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ես ջերմորեն հիշում եմ իմ այցը Սլովենիա 2023 թվականին, մենք շատ հետաքրքիր շփումներ ունեցանք Բլեդ ռազմավարական ֆորումի շրջանակներում եւ այժմ պատիվ եւ հաճույք ունեմ հյուրընկալել ձեզ եւ ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։ Սա իհարկե շատ լավ հնարավորություն է զարգացնել մեր համագործակցությունը եւ կարևոր հանգրվան է հետագա ուրեմն զարգացման համար այդ հարաբերությունների։ Հարգելի գործընկերներ, մենք այսօր բավականին համակողմանի համապարփակ քննարկում ենք ունեցել եւ երկկողմ օրակարգի վերաբերյալ եւ տարածաշրջանային եւ միջազգային գործընթացների վերաբերյալ, կուզեի մի քանի բան առանձնացնել։ Նախ Հայաստանի եւ Սլովենիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը այն ընթանում է բավականին ինտենսիվ եւ հարուստ բովանդակությամբ։ Մենք կարևորում ենք Սլովենիայի հետ մեր բարեկամական հարաբերությունները, դրանք հիմնված են առաջին հերթին համատեղ ընդհանուր արժեքների վրա եւ իհարկե նաեւ փոխադարձ շահերի վրա։ Մենք վերջին տարիներին այցելություններով, որոնք ես նշեցի, նաև միջազգային հարթակներում մեր երկխոսությամբ բավականին հետաքրքիր դինամիկա ենք հաղորդել, կարծում եմ այդ հարաբերություններին եւ պետք է նշենք, որ երկուստեք կա պատրաստակամություն սա էլ ավելի ընդլայնելու։ Երկրորդը, որ կուզենայի առանձնացնել, կոնկրետ ուղղություններն են, որտեղ մենք տեսնում ենք մեր երկկողմ համագործակցությունը։ Մենք այսօր խոսել ենք այնպիսի ոլորտների մասին, ինչպիսին են բարձր տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարարական գյուղատնտեսությունը, կրթությունը, զբոսաշրջությունը, կանաչ էներգիան, դեղագործությունը, բազմաթիվ այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ։ Իհարկե թիրախ է, կարևոր թիրախ է առևտրաշրջանառության ծավալների մեծացումը եւ այս առումով մենք խոսել ենք նաեւ այն համագործակցության մասին, որը կա, բայց պետք է ավելի ընդլայնվի ներդրումների աջակցման կենտրոնի եւ Սլովենիայի Spirit Slovenia գործակալության միջև։ Կարևոր երկխոսություն է նաև գործընթացը, որ այժմ ընթանում է Երևանյան երկխոսություն մեր ֆորմատի եւ Բլեդ ռազմավարական ֆորումի միջև։ Կարծում եմ, որ այս համագործակցությունը շատ հետաքրքիր արդյունքների կարող է հանգեցնել։ Ես նաև բարձր եմ գնահատում համագործակցությունը հումանիտար հարցերում։ Այս համատեքստում ուզում եմ կրկին նաև հրապարակավ շնորհակալություն հայտնել Սլովենիային, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների եւ նաեւ կանանց մայրերի համար շարունակական արվող ծրագրերի համար։ Ցանկանում եմ ընդգծել, որ մենք կարևորում ենք Սլովենիայի հետ հարաբերությունները ոչ միայն քիչ առաջ նշածս ուրեմն երկկողմ համատեքստում, այլև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության համատեքստում ուզում եմ նշել եւ կարծում եմ տիկին նախարարը ինքն էլ առիթ կունենա խոսելու այդ մասին, մենք վայելում ենք Սլովենիայի լիակատար աջակցությունը ըստ էության օրակարգի բոլոր կետերով եւ ավելին ասեմ, տեսնում ենք նաեւ Սլովենիայի պատրաստակամությունը ել ավելի ուրեմն մեծացնել այն աջակցությունը, որը Սլովենիան այս պայն ցուցաբերում է Հայաստան-Եվրոպական միություն գործընթացների համատեքստում։ Իհարկե կարևոր են մեր համագործակցությունը բազմակողմ հարթակներում, մասնավորապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, այլուր, եւ մենք մեկ անգամ չէ որ առիթ ենք ունեցել տեսնելու որքան գործուն է այդ համագործակցությունը։ Իհարկե մենք այսօր անդրադարձել ենք նաեւ մեր տարածաշրջանային հարցերին, գլոբալ անորոշությունների եւ փոփոխվող աշխարհընկալումների պայմաններում համագործակցությունը համախոհ գործընկերների միջև միջազգային իրավունքի նորմերի անվերապահ պահպանման հարցում ամուր հանձնառությունը, առաջնահերթությունների ճիշտ ընտրությունը կարևոր է առավել քան երբևէ եւ այս առումով եւս Հայաստանի եւ Սլովենիայի միջև փոխգործակցությունը կարող ենք նույնիսկ օրինակելի համարել։ Ես շնորհակալություն եմ հայտնել եւ բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշման հայտարարությանը
կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ իհարկե նաև ներկայացրել եմ գործընկերոջս այս գործընթացում արկա վերջին զարգացումները մենք հույս ունենք որ Հայաստանի խաղաղության օրակարգի վերջո կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ եւ մասնավորապես խոսեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից ինչպես եւ նախկինում մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցությունները Ադրբեջանի հետ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը եւ ամսաթիվը Տիկին Ֆարոն ես երկար խոսեցի մեր քաղաքական օրակարգի մասին բայց խոսքս ուզում եմ եզրափակեմ այն ամուր կապերով ընդգծելով այն ամուր կապերը որոնք գոյություն ունեն մեր որպես ես նկատում եմ եւ ինձ եւ ձեզ անձնապես եւ մեր գործընկերներին պատվիրակություններում եւ մեր դրանպես դիվանագիտական ներկայացուցիչներին տարբեր մայրաքաղաքներում ուզում եմ ահա եզրափակեմ ընդգծելով այդ անձնական կապերի կարևորությունը դրանք իսկապես մեծ դեր են խաղում եւ դրանք իսկապես թույլ են տալիս խոսել Հայաստանի եւ Սլովենիայի ժողովուրդների միջև ամուր բարեկամության մասին ես կարծում եմ որ սա շատ ամուր հիմք է որը երաշխավորում է մեր հետագա բարեկամությունը շնորհակալ եմ բազմաշերտ քննարկումների համար սիրով խոսքս փոխանցում եմ ձեզ Thank you so much dear Minister Mirzoyan Պարոն նախարար Միրզոյան, սիրելի արարած, շնորհակալ եմ ձեր ընկերության համար եւ գերազանց համագործակցության համար այս երկու երկրների միջև։ Թե անձնական մակարդակով անշուշտ բազմիցս ունեցել ենք հնարավորություններ քննարկելու եւ ինչպես դուք ասացիք, ես հյուրընկալեցի ձեզ 2 տարի առաջ Բլեդ ռազմավարական ֆորումի ընթացքում Բլեդում։ Եվ պետք է ասեմ, որ այս համագործակցությունը այս երկու երկրների միջև շատ կարևոր համագործակցություն է։ Այսօր եւ երեք իսկապես ունեցել ենք շատ լավ քննարկումներ։ Հայաստան-Սլովենիան ավանդական պատմականորեն լավ ընկերական հարաբերություններ ունեն, երկկողմանի լավ հարաբերություններ ունեն եւ իսկապես անկեղծորեն ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ջերմ հյուրընկալության համար իմ առաջին պաշտոնական այցն է Հայաստան։ Իսկապես հուսամ, որ շուտով մենք կհանդիպենք Սլովենիայում միգուցե Բլեդ ռազմավարական ֆորումում, քանի որ Երևան երկխոսությունը եւ Բլեդ ռազմավարական ֆորումը երկու շատ կարևոր հարթակներ են քննարկման համար։ Եվ ես հրավիրեցի պարոն նախարարին ներկա գտնվելու այս տարվա արդեն 20-րդ ֆորումին։ Քանի որ երկու հարթակները սկսել են սրտորեն համագործակցել։ Ես վստահ եմ, որ այս այցը Հայաստան ել ավելի կամրապնդի մեր համագործակցությունը։ Քաղաքական մակարդակով, տնտեսական մակարդակով, բայց դուք նաև նշեցիք մի բան, ես անձամբ շատ կարևոր եմ համարում, դա վստահության եւ ընկերության հաստատումն է երկու իրար նման մտածող երկրների միջև։ Մեծապես ուզում եմ գովել, գնահատել այն աշխատանքը, որ Հայաստանն անում է եւ դուք պարոն նախարար։ Շատ անկեղծ, պարզ, ուղղակի քննարկումներ ունեցանք երեք պարոն վարչապետի հետ եւս եւ օրվա ընթացքում դեռ հանդիպելու եմ նախագահի հետ։ Նույն ուղերձն է, որ փոխանցել եմ, երբ խոսքը վերաբերում է երկու երկրների միջև երկկողմանի հարաբերություններին, այդտեղ մենք քննարկում ենք Ինչ է հնարավոր անել, ինչ պոտենցիալ ունենք ել ավելի ընդլայնելու, թե մեր մասնավոր հատվածի գործակալությունները եւ սպիրիթը եւ Հայաստանի ձեր հիմնադրամները ուզում են համագործակցության շրջանակներում համաձայնագրեր ստորագրել եւ նույն ժամանակ ոլորտներ կան, որտեղ օրինակ դեղագործական ոլորտում, գյուղատնտեսական ոլորտում, սպորտային ենթակառուցվածքներում, էներգետիկայի ոլորտում, տիեզերական, համակարգչային ծրագրային լուծումներում այս ամենում դեռ տեղ ունենք ընդլայնելու են համագործակցությունը այս ոլորտներում հետաքրքրված են սլովենական ընկերությունները ավելի համագործակցելու Հայաստանի հետ։ Նաև ես հավատում եմ, որ բարգավաճման նոր լուծումներ կան զբոսաշրջության ոլորտում։ Երկուսս էլ կարծում շատ մեր առաջարկը իսկապես բարձր է, թե Սլովենիայում, թե Հայաստանում։ Այս արդիվ ուզում եմ հրավիրել նորարարական հայկական ընկերություններ, որոնք ջրային տեխնոլոգիաներով են հետաքրքրված դիմելու այս տարվա միջազգային եվրոպական ջրային ոլորտների մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա Սլովենիայում հունիսի սկզբին։ Սլովենիայի նախագահի հովանավորության Նատաշա Պիրս-Մուսերի հովանավորության ներքո է տեղի ունենալու այս մրցանակաբաշխությունը, այս առաջարկն է Եվ ինչ նշեց նախարարը, այո, իսկապես Հայաստանը առաջնահերթություն է մեզ համար մարդասիրական եւ հումանիտար եւ զարգացման ծրագրերի ուղղությամբ։ Մենք կշարունակենք այս համագործակցությունը այստեղ
թե հոգեբանական աջակցություն տրամադրելով երեխաներին, մայրերին մեր RIT օրորձակալության միջոցով։ Սա նաև կարծում եմ շոշափելի արդյունքներ կհանգեցնի, որ մենք կարող ենք Հայաստանի հետ համագործակցել օգնելու զոհերին, տուժածներին, մայրերին, երեխաներին վերականգնողական ծրագրեր իրականացնելով եւ նաեւ երեխաների համար արձակուրդներ կազմակերպելու մեզ մոտ Ստովենիայում։ Ինչ վերաբերում է ԵՄ հավաքնությունների շրջանում, մենք մանրամասն քննարկումներ ունեցանք Ստովենիան այստեղ իբրև ԵՄ-ի անդամ երկար գիտելիքների փորձ ունի այս անդամակցության գործընթացների հետ կապված եւ առաջատար ենք երբ խոսքը գնում է ԵՄ օնլայնման մասին այս ոլորտում մեր փորձը մեծ է Հայաստանի ԵՄ միանալու հավաքություններից մեծապես գնահատում եմ ինչպես ասացիք որ այո ընդհանուր արժեքների վրա ենք մենք հիմնում մեր գործընկերությունը իսկապես այս ժամանակաշրջանում մենք կիսում ենք ամուր եվրոպական արժեքներ եւ անդամակցությունը հենց ինքը բարդ գործընթաց է բայց դա ինքնիշխան որոշումը եւ մենք քաջալերում ենք Հայաստանին շարունակելու ժողովրդավարացման այս արժեքներ առաջ մղելու կոռուպցիայի դեմ պայքարի առաջ տանելու եւ մենք փորձում ենք այս բարեփոխումներին աջակցելու պատասխանատվություն ենք հայտնում թե մեր փորձագիտական թե այլ գիտելիքներով Ստովենիան այս պահին անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է, արդեն երկրորդ տարին է։ Մենք շատ բարդ աշխարհակաղակական աշխարհում ենք մենք գտնվում, որտեղ զինված հակամարտություններ կան աջուձախ, Ռուսաստանի հակամարտությունը, ագրեսիան Ուկրաինայում, Սուդանում, Գազան, Միջին Արևելքում այսօր եւ այսքանի օրը մենք 2 տարի ամենասարսռելի ճգնաժամն ենք մենք տեսնում արդեն 2 տարի է Սուդանում Այո, ցավալի է, բայց մենք իսկապես նման մտածող երկրներ ենք եւ ՄԱԿ-ԱԽ-ի անդամներ որպես այսօր այլընտրանք չենք տեսնում, քան հարգելու անվտանգության խորհրդի սկզբունքները եւ ՄԱԿ-ի սկզբունքները հարգելու այլընտրանք չենք տեսնում։ Ուստի ՄԱԿ-ի չարտերը եւ միջազգային իրավունքը եւս։ Սա մենք երկու նախարարությունները կիսում ենք այս գազիկները եւ կշարունակենք այս ոլորտում աշխատել։ Մենք մեծապես գնահատում ենք խաղաղության ձեր ջանքերը, խաղաղության օրակարգը, եվրոպական օրակարգը։ Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ այս տարածաշրջանում այնպեսի իրավիճակում, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը մի կարևորագույն քայլ առաջ են կատարել երկկողմանի հարաբերությունները կանոնակարգելու ոչ միայն սա ընդհանուր տարածաշրջանի համար դրական զարգացումների հանգեցնելու, բայց կարծում եմ սա շատ յուրահատուկ հնարավորություն է խաղաղության համաձայնագիր ունենալու երկու կողմերի համար, որ երկու կողմերն ստորագրեն խաղաղության համաձայնագիրը եւ ես գնահատում եմ այն մեծ աշխատանքը, որ Հայաստանը կատարում է այս խաղաղության նախաձեռնություններում, քանի որ խաղաղությունը օգտակար է տարածաշրջանում յուրաքանչյուր կողմի համար։ Մենք քաջալերում ենք եւ ողջունում ենք այս նախագծի տեքստի ամփոփման հետ կապված եւ խաղաղության համաձայնագիրի ստորագրման հաստատման քայլերը եւս քաջալերում ենք, ինչպես դուք ասացիք, հուսանք, որ ստորագրությունը շուտով կլինի եւ հուսանք, որ լարվածությունը կնվազի այս տարածաշրջանում այդպիսով եւ հուսանք, որ կապվածությունը կնպաստի ձեր կառավարության բարգավաճմանը եւ տարածաշրջանում եւս շատ բարգավաճ հանդիպում է, շատ բեղմնավոր հանդիպում է, անչափ ուրախ եմ այսօր այստեղ լինելու, իսկապես շատ կարեւոր է ունենալ անձնական կապեր այդ վստահության մակարդակը բարձր պահելու համար եւ հասկանալու, լսելու մեկս մյուսին եւ իսկապես ներգրավված լինելու եւ հասկանալու թե ինչպես կարող ենք խաղաղություն եւ կայունություն առաջ բերել եւ մեր ընդհանուր արժեքները տարածելու դեր տարածաշրջանը մեր տարածաշրջանը եւ անշուշտ ամբողջ մայրցամաքը Շնորհակալություն հնարավորություն տանք լրագրողներին պատասխանելու հարցերին խնդրեմ ես տեղյակ եմ առնվազն մի քանի հարցերից խնդրեմ առաջինը Աստղիկ Բեդևյան Շնորհակալ եմ շատ, ես երկու նախարարներին էլ հարցեր ունեմ, տիկին նախարար, ձեզնից կուզենայի նախ իմանալ, ինչ փուլում են խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին 10 միլիոն եվրո տրամադրելու քննարկումները, արդյոք կա երկիր, որը ընդդիմանում է համաձայնությանը եւ եթե չկա, երբ կտրամադրվի գումարը, պարոն Միրզյան, ձեզ մի անգամից հարցս ուղղեմ, Ադրբեջանը չի նահանջում թե Մինսկի խումբը լուծարելու, թե Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջներից նախքան պայմանագրի ստորագրումը, ձեր վերջին
Առաջին բանակցություններից, եթե հնարավոր է մի փոքր այսպես փակագծեր բացեք, արդյոք ստորագրման հեռանկարը կարելի է փակված համարել, քանի դեռ Հայաստանը օրինակ չի լուծարել Մինսկի խումբը եւ մայր օրենքում փոփոխություն չի կատարել։ Շնորհակալ եմ։ Thank you very much for your question. I believe you are Շնորհակալ եմ speaking ձեր հարցհամար, about ես European կարծում եմ դուք Peace խոսում եք Facility. Եվրոպական խաղաղության գործիքի մասին, ես կարող եմ իմ երկրի անունից խոսել, Սլովենիայից միայն, Սլովենիան աջակցել է վերջնական առաջարկը Եվրոպական Facility Fund-ի աջակցության նախաձեռնությունը մենք սատարել ենք, որպեսզի հեղազինված ուժերին սատարենք, պետք է միաձայն մոտեցում լինի, բայց ինչ վերաբերում է Սլովենիային, շատ հստակ եւ ուժեղ աջակցություն ենք մենք ցուցաբերել։ 10 միլիոնի ծրագիր անցած տարվան էր վերաբերում։ The 10 million project was for last year. Մարը մի փոքր ավել է, մի փոքր ասելով կրկնապատիկն է։ Եվ քննարկումները, ինչպես տիկին նախարարը ասաց, շարունակվում են։ Հուսով ենք, որ ապագայում դրական հանգուցալուծում կլինի։ Ինչ վերաբերում է ինձ ուղղված ձեր հարցին, ըստ էության եւ Ադրբեջանի եւ մեր կողմի եւ հայաստանյան կողմի դիրքորոշումները երկու հարցի վերաբերյալ էլ հայտնի են։ Իհարկե մենք փորձեցինք նախարար Բայրամովի հետ Անտալիայում օրեր առաջ մի փոքր ավելի առաջ գնալ, ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն կլինի չափազանցություն, բայց ես կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել, ինչպես եւ նախկինում մենք կարծում ենք, որ de facto ավարտված հակամարտությունը de jure ավարտելու դեպքում ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտը ազդարարելու, դեպքում ինչպիսին է կամ որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում մենք իհարկե կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ օրինակ, հետևաբար Մինսկի խմբի գոյությունը իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա եւ հակառակը կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում, ստորագրված համաձայնագրի պարագայում։ Այդ պատճառով մենք կողմ ենք եւ բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին, մենք ուղղակի կարծում ենք, որ մենք այդ գործընթացները կարող ենք փաստաթղթեր առնվազն նույն օրում ստորագրել, նույն օրը, ինչ հաջորդականություն ուզում եք դրեք, մեկը խաղաղության համաձայնագիրը եւ մյուսը միահամատեղ դիմումը ԵԱՀԿ-ին տեղեկացնելով այդ խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստականության կամ նախաձեռնության մասին։ Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը, գիտեք, այս մասին էլ շատ երկար խոսել ենք։ Նախ, բայց քանի որ հարցնում եք, մեկ անգամ էլ կասեմ, նախ պետք է հասկանանք, որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները։ Եթե սա ուղղակի գործիք է, խոսույթ է, որը օգտագործվում է Ադրբեջանի կողմից բանակցությունները ձգձգելու եւ այդ ստորագրված խաղաղությունը չունենալու, սա մի իրավիճակ է։ Եթե անկեղծորեն մտահոգություն են տեսնում, սա այլ իրավիճակ է։ Եվ այստեղ մենք կարող ենք բացատրություն տալ, այսինքն խոսել հարցի մասին եւ ասել այն մոտավորապես ինչ որ ես հիմա ասում եմ, մեր համանadությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Մենք դա ունենք ոչ միայն հիմք ասել ոչ միայն կարդալով, այլև նաև օրինակ նայելով, թե ինչպիսի դիրքորոշում ունի աշխարհում միակ իրավասու այդ իրավունքով օժտված իրավական առումով մարմինը մեր սահմանադրական դատարանը։ Եվ մենք հիշում ենք անցած սեպտեմբերին, երբ որ մի համանման փաստաթուղթ էր քննարկում եզրակացություն էր տալիս սահմանադրական դատարանը, դա երկու սահմանային հանձնաժողովների միջև կանոնակարգներ, այնտեղ կար չէ հղում Ալմաթայի հռչակագրին, դա որպես դիտվում էր բազա դելիմիտացիայի համար, սա նշանակում է, եթե շատ կարճ եւ ասենք անկյունները հարթած ասեմ, 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմաններ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվ ահա եթե սահմանադրական դատարանը այս փաստաթուղթը քննարկելիս եկավ եզրակացության, որ այս դրույթը սահմանադրական է, այսինքն Հայաստանը չունի հավակնություններ այդ 91 թվականի սահմաններից այն կողմ, ապա հարցը փակված է, ստացվում է, որ մեր սահմանադրությունը չունի այդպիսի պահանջ։ Եվ մենք
Ելնելով սրանից կարող ենք հիմք ունի, իհարկե դատական իշխանությունների անկախությանը երբեք չենք կարող միջամտել կամ կանխավարկած հայտնել, բայց ելնելով նրանից, որ արդեն մի անգամ այս հարցով դրական եզրակացություն են տվել, մենք կարծում ենք, որ ստորագրումից հետո, իսկ մենք պարտավոր ենք ստորագրումից հետո վավերացման գործընթացում նորից դիմել Սահմանադրական դատարանին, մենք կարծում ենք, ահա ելնելով նախորդ փորձից, որ Սահմանադրական դատարանը կրկին դրական եզրակացություն կտա, չեմ կարծում, թե կարծիքը դիրքորոշումը նույն հարցում, նույն սահմանների վերաբերյալ Սահմանադրական դատարանը փոխի։ Իսկ սա նշանակում է, որ չկա մեր սահմանադրությունում տարածքային պահանջ։ Նաև գիտեք, որ մենք ունենք նույն մտահոգություններ Ադրբեջանի սահմանադրության վերաբերյալ, բայց նաև մենք կարծում ենք, որ ահա այս համաձայնագիրը ինչպես մեր դեպքում հարցը կարող է փակել, այնպես էլ իրենց դեպքում։ Այսինքն մենք պիտի ելնենք նրանից, որ եթե մտահոգությունները անկեղծ են, ապա համաձայնագիրը ստորագրելը բոլոր մտահոգությունները փարատելու ամենակարճ, ամենաարագ եւ ամենաարդյունավետ միջոցն է։ Նաև իմիջիալոց, այսի չեմ ուզում բաց մնա որևէ այս հարցում, գիտենք, որ մենք 2018 թվականից սկսած խոսել ենք մեր երկրում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, հանձնաժողով է ձևավորվել, որը կարծեմ մյուս տարի մանդատը ավարտվում է եւ արդեն պիտի հանրության դատին ինչ-որ սահմանադրական փոփոխությունների առաջարկ տա, բայց ես չեմ ուզում այս ամբողջը խառնել իրար, մենք այդտեղ պիտի մեր ներքին իրավակարգավորումները գուցե փոխենք կամ չէ, այսինքն պիտի մտածենք այդ հարցի շուրջ եւ հնդածս կարող ենք նաեւ անդրադառնալ նախաբանին ամեն դեպքում սահմանադրությունը մի փաստաթուղթ տա, որը ներքին ուղղվածություն ունի, ներքին նշանակություն ունի, բայց նաև կարող ենք հասկանալ, որ այսինքն դա նաև պետության դեմքն է եւ ինչ-որ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական ուղերձներ կարող է պարունակել։ Այսինքն մենք ունենք մեր գործընթացը սահմանադրական փոփոխությունների, բայց դա այն պատճառով չի, որ մենք համարում ենք Ադրբեջանի մտահոգությունները հիմնավոր։ Արմեն պրես լրատվական գործակալություն, Դավիթ Մամյան, հարցը ուղղված է տիկին նախարարին, բարև ձեզ։ Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ անվանումը ունեցող նախագիծ եւ կցանկանայի իմանալ, թե ինչ դիրքորոշում ունի Սլովենիան այս նախագծի շուրջ եւ որքանով եք դա դրական գնահատում Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ եւ ընդհանրապես տնտեսական փոխգործակցությունը Հայաստանի եւ Սլովենիայի միջև ինչպես եք գնահատում ներկա մակարդակը եւ ինչ հեռանկարներ եք տեսնում ապագայի համար եւ մեկ հարց պարոն Միրզոյան ձեզ տեղյակ ենք, որ Անտալիայում բազմաթիվ հանդիպումներ ունեցաք, բավականին լայն օրակարգ ուներ, շփվեցիք ինչպես Թուրքիայի արտգործնախարարի, այնպես էլ Ադրբեջանի արտգործնախարարի հետ, որպես ամփոփում կցանկանայի ձեր տեսակետը, գոնե ինչ-որ չափով հնարավորություն եղավ քննարկումների արդյունքում կամ ընթացքում մոտեցնել կողմերի դիրքորոշումները։ Շնորհակալություն։ Thank you very much. On peace agenda. Շնորհակալ եմ ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին եւ խաղաղության խաչմերուկին, Սլովենիան ուժը շատ ամուր կերպով սատարում է, Սլովենիայի վարչապետը դոկտոր Պոլոպսը սատարում են վարչապետին, հենց ի սկզբանե կարծում եմ դա շատ կարևոր հնարավորություն է խաղաղության եւ կայունության համար տարածաշրջանում։ Սա երկկողմանի շահեր են բոլորի համար։ Ինչպես ամբողջ Եվրոմիությունը մեծապես սատարում է խաղաղության խաչմերուկը, ես կարծում եմ նաև շատ կարևոր է։ Մենք մեծապես այս պատճառով կարևորում ենք խաղաղության համաձայնագիրը, նախագիծը, քանի որ իսկապես այն կարող է նոր դռներ բացել ստեղծելու այս անկեղծ խաղաղության օրակարգը։ Ինչ վերաբերում է տնտեսական օրակարգին, մենք արդեն քննարկել ենք տարբեր ոլորտներով, թե ինչ ենք ուզում անել, հետաքրքրություն ունենք սովենիական ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են ներդրումներ կատարելու հայկական կողմի հետ, ինչ վերաբերում է դեղագործական ոլորտին, արդեն իսկ ունենք մեկ ընկերություն սպորտային ենթակառուցվածքներ, էներգետիկա, գյուղատնտեսություն, նաև արհեստական բանականություն։ Սլովենիայում մենք ունենք արհեստական բանականության մի կենտրոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության տակ եւ երկու երկրներն էլ արդեն հիբրիդ կիբեր արձակումների ազդեցության տակ են գտնվում եւ կարող ենք մենք մեր փորձագիտական հմտություններով կիսվել միասին։ Սպասաշրջությունը եւս այդ ոլորտներից մեկն է, որ մենք ուսումնասիրում ենք
ինչպես նաև մեր երկու բիզնես գործակալությունների միջև համագործակցություն է առկա եւ դրանք պատրաստ են արդեն հաջորդ փուլ անցնել։ Ես կարծում եմ, որ այսօրվա այցելությունը եւ երեկվա այցելությունը հենց այդ նպատակով է իրականացվում, քանի որ մենք քաջալերում ենք երկու կողմերին, խրախուսում ենք թե քաղաքական մակարդակով, թե տնտեսական մակարդակով առաջ գնալու։ Մենք այդ վերջերս մի քաղաքական քննարկում ունեցանք Լյուբլիանայում, Սլովենիայում եւ հուսամ, որ մենք առաջ կընթանանք այս ուղղությամբ։ Գիտեք, ինչպես քիչ առաջ ասեցի, չենք կարող ասել, որ Անտալիայում մեր ունեցած, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի արտգործնախարարների հետ մեր ունեցած շփումների խոսակցությունների արդյունքում ունենք վերջնական լուծումներ եւ պայմանավորվածություններ, բայց նաեւ չենք կարող շղթել, որ մշտապես հանդիպումները, քննարկումները, խոսակցությունները այնուամենայնիվ կողմերին առնվազն առավել հասկանալի են դարձնում միմյանց համար, առնվազն ամեն հանդիպումից հանդիպում թեմաներ, ենթաթեմաներ կամ չգիտեմ նոր ենթաշերտեր են հնարավոր լինում քննարկել, որ անշուշտ արդյունավետ է ընդհանուր գործընթացի տեսանկյունից։ Այնպես որ ես դրական կհամարեի, եթե իմ կարծիքն եք հասնում մեր շփումները։ Շնորհակալություն։